Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-ից 11-ը, երբ Հայաստան կժամանի երկրորդ պատվիրակությունը։ Եվրամիության խորհուրդը 2024-ի հուլիսին էր Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշում կայացրել։ Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը ավարտված է կենտրոնական բանկի թիրախային միջակայքում գնաճի կայունացման ֆոնին։ Ըստ ուսումնասիրության գնաճը մոտեցել է թիրախային միջակայքի կեսին, փետրվարին կազմելով տարեկան 2.5%։ Արտաքին գործոնները թույլ գնաճային ճնշում են գործադրում Հայաստանի տնտեսության վրա, ինչը նպաստում է գների չափավոր դինամիկային։ Բանկը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արձանագրված մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերը։ Հայտնաբերվել են չհայտարարագրված տարբեր տեսակի ոսկենման զարդեր։ Մաքսային հսկողությունից թաքցված 232 լիտր շարժիչի յուղի տեղափոխման փորձը կանխվել է։ Բեռնատարում առկա են եղել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Տրանսպորտային միջոցում եղել են մաքսային հսկողությունից թաքցված բնական մազեր։ Հայտնաբերվել է նաեւ դիզելային վառելիքով լցված տարա։ Հանրապետությունում գործող թատրոններում ֆինանսավորման նոր մոտեցում է կիրառվում։ Այն է, տարվա ընթացքում թատրոնների ներկայացումների շնորհիվ ունեցած եկամուտները պետությունը կրկնապատկում է։ Օրինակ, եթե թատրոնը գեներացրել է պայմանական 100 դրամ, ապա հաջորդ տարի պետությունը տրամադրում է 200-ը։ Արդեն մի քանի թատրոն գործում է այս մոդելով, օրինակ, օպերայի եւ բալետի ազգային թատրոնը, տիկնիկային թատրոնն ու կամերային թատրոնը։ Այս հնարավորությունը կա բոլոր թատրոնների համար, սակայն գեներացված գումարները պետք է հասցնեն մի որոշ կետի, ապա նոր այս մոդելով սկսեն աշխատել։ Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ռուսական ակտիվները։ Բրիտանական գանձապետարանի տվյալներով 2022 թվականից թագավորության կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանին զրկել են 400 միլիարդ դոլարից։ Բրիտանիան կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինային աջակցելու համար։ Գերմանիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել երկրի պետական պարտքը կարգավորող կանոնների բարեփոխմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման եւ տնտեսությանն աջակցող 500 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծմանը։ Փաստաթղթում ասվում է, որ առաջիկա 12 տարիների ընթացքում այդ 500 միլիարդ եվրոյից Դաշնային նահանգները պետք է օգտագործեն 100 միլիարդ եվրոն իրենց ենթակառուցվածքների համար, 300 միլիարդ եվրոն կփոխանցվի Դաշնային կառավարությանը, իսկ մնացած 100 միլիարդ եվրոն կհատկացվի կլիմային։ Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը հունվար-փետրվարին կազմել է 25 միլիոն լարի։ Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տարածքը հատել է մոտ 70,000 բեռնատար։ Արձանագրվել է 10% անկում ինչպես տարանցիկ տրանսպորտային միջոցների, այնպես էլ եկամուտների գծով։ Բեռնատարների տարանցիկ անցման ճանապարհներից օգտվելու արժեքը 350 լարի է։ Վրաստանի ամենաբանուկ մաքսակետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սարփին է։ Ֆինլանդիայի գարեջրի գործարանները 6-օրյա գործադուլ կանցկացնել։ Բողոքի ակցիային մասնակցում է գրեթե 1000 աշխատակից։ Պատճառը աշխատանքային պայմանների վերաբերյալ կառավարության հետ ձեռք չբերված համաձայնությունն է։ Ավելի վաղ արտադրողները վստահեցրել էին, որ պատրաստվել են բողոքի ակցիային, ուստի խանութներին ու բարերին գարեջրի մատակարարումը չի խափանվի։ Բյուջեի եկամուտները 2024-ին կատարվել են 95.8%-ով, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 92.7%-ով, իսկ ծախսերը իրականացվել են 93.9%-ով։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ֆինանսական ոլորտների պատասխանատուները նախորդ տարին են ամփոփում։ Ծախսերի մասով 16%-ով ավելին է, քան 2023 թվականին եւ 9.3%-ով ավելին է, քան եկամուտների մասով։ Եկամուտներից ու ծախսերից բացի աճել է նաև հանրապետության պետական պարտքը, նախորդ տարեվերջին այն կազմել է 5 տրիլիոն դրամ կամ որ նույնն է 12.8 միլիարդ դոլար։ 2023-ի համեմատ երկրի պետական պարտքը ավելացել է 6.2%-ով։ Սակայն ուրախալին նաև, որ պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում եւ
կազմել է 48.3%, որը 0.1%-ով ավելի ցածր է, քան 2023 թվականին։ Մեկ ակնթարթում հարյուրավոր քաղաքացիներ ակնթարթային վարկերի զոհ դարձան։ Խոսքը օնլայն խարդախությունների մասին է, երբ մարդկանց անունով կեղծ վարկեր են ձևակերպվում ու հիմա փաստացի այդ մարդիկ ստիպված են մարել վարկը։ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, ծանոթ են խնդրին, ուսումնասիրել են իրավիճակը, բայց հնարավոր լուծումներն էլ ոչ միանշանակ են ու դեռևս լիովին չեն վերացնելու խնդիրները։ Մենք կարող ենք օնլայն ընդհանրապես վերացնել։ Այդ դեպքում լինելու են միլիոնավոր մարդիկ, ովքեր բողոքելու են անհարմարությունից, որ իրանք անպայման պիտի գնան բանկ, որևէ հարաբերություն ձևավորելու, վարկ վերցնելու։ Սա էլ իր հերթին հանգեցնելու է նրան, որ բանկերը քաղաքացիներից հավելյալ գումար են գանձելու օնլայն վարկավորման բացակայության դեպքում։ Միևնույն ժամանակ Մարտին Գալստյանն ընդգծում է, եթե պարզվի, որ քաղաքացին գումարներ է կորցրել բանկի մեղքով, վնասը կփոխհատուցվի։ 2024-ի ընթերացումներ են արձանագրվել ավելացված արժեքի հարկի հավաքագրումների գործընթացում։ Պետ նախագահն է պարզաբանում իրավիճակը, ասում է, հիմնական խնդիրները մաքսային հատվածում են։ Երկու հիմնական գործոն կա, մեկը ավտոմեքենաների ներմուծումն է, որը նորից բնականon է, քանի որ մենք նախորդող տարիներին ունեինք ավտոմեքենաների ներմուծման բում, եւ 24 թվականին միանգամից անկում տեղ ունեցավ, սահմանին այդ հավաքագրումները նվազեցին եւ երկրորդ գործոնը ծխախոտի ներմուծումն է, որն էլ այդ նկարներով համապատասխան նկարների փակցման հետ էր կապված պահանջների ԵԱՏՄ-ի, որի արդյունքներով նախորդ ոնց որ պաշարներ էր կուտակվել ներմուծման։ Նշված գործոնները սակայն ըստ պետ նախագահի վերացել են, այս տարի այդ առումով խնդիրներ չկան, հետևաբար մաքսային մարմնի կողմից սահմանին հավաքագրումները նույնպես բարելավվել են։ Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2.322.673, տրոլեյբուսներում այդ թիվը կազմել է 83.715, մետրոպոլիտենում 487.609, ավտոբուսներում էլ 1.751.351։